Ինչ կանեիք, եթե Աստված ձեզ հետ խոսեր, բայց ոչ ոք չհավատար, նույնիսկ եկեղեցին։ Պատկերացրեք, մի ամբողջ ազգ նոր է ընդունել քրիստոնեությունը։ Բոլորը սպասում են, թե որտեղ պետք է կառուցվի առաջին գլխավոր տաճարը։ Եվ հանկարծ նրանց հոգևոր առաջնորդը հայտարարում է, որ Քրիստոսն ինքն է իջել երկնքից և կրակե մուրճով ցույց տվել տեղը։ Բայց գիտեք, թե ինչն է ամենասարսափելին։ Նրան ոչ ոք չի հավատում։ Ամբողջ արքունիքն ու հոգևորականները նրան մեղադրում են ստի և խելագարության մեջ։ Այսօր մենք կբացահայտենք, թե ինչպես մեկ մարդ, լքված բոլորի կողմից, ստիպված եղավ մենակ դուրս գալ իր իսկ ժողովրդի դեմ։ Ինչպես նա ապացուցեց իր ճշմարտությունը, երբ նույնիսկ ամենամոտ մարդիկ նրանից երես թեքեցին։ Բայց ամենակարևորը, դուք կիմանաք այն սարսափելի գաղտնիքի մասին, որը թաքնված էր հենց այն հողի տակ, որի վրա Քրիստոսը հարվածեց իր մուրճով։ Մի գաղտնիք, որի պատճառով բոլորը վախենում էին նույնիսկ մոտենալ այդ վայրին։ Այս պատմությունը կստիպի ձեզ հարց տալ. արդյոք ես կհավատայի, թե կմիանայի ամբոխին։ Պատրաստվեք ցնցվելու։ Բաժանորդագրվեք հիմա և մեկնաբանություններում գրեք ձեր քաղաքը, տեսնենք, թե քանիսն ենք մենք։ Խավարը թանձրացել էր Արանատյան դաշտի վրա։ Լուսինը, որպես արծաթե մանգաղ, հազիվ էր ճեղքում ամպերի թանձր շղարշը, ստեղծելով մի տեսարան, որը միաժամանակ և վեհ էր, և տագնապալի։ Լռություն էր, բայց ոչ խաղաղ։ Այդ լռությունը լի էր սպասումով, լարվածությամբ և մի ողջ ազգի չարտասանված, բայց հոգին կրծող հարցով. Ուր պիտի կանգնեցվի այն տաճարը, որը պիտի դառնար նոր հավատքի սիրտը, քարեղեն աղոթքը և հայոց ինքնության հավերժական խարիսխը, մի վայր, որը պիտի վկայեր աշխարհին, որ այս հողի վրա Աստված ինքն է ընտրել իր ժողովրդին։ Վաղաշաբաթի հեթանոսական մեհյանների փլատակների մոտ, որոնց սևացած քարերը դեռ կարծես հիշում էին զոհաբերությունների կրակն ու արյունը, մի համեստ խցում, ծնկաչոք աղոթում էր մի մարդ։ Նրա հագին հասարակ վանականի զգեստ էր, կոշտ ու քրքրված, բայց նրա ուսերին դրված էր մի ամբողջ թագավորության հոգևոր ճակատագիրը, մի բեռ, որը կարող էր կքել նույնիսկ ամենահզոր հսկային։ Դա Գրիգորն էր, լուսավորիչը։ Նրա դեմքը, որ փորագրվել էր 14 տարվա խորվիրապյան տանջանքներով, որտեղ օձերն ու կարիճներն ավելի ողորմած էին, քան մարդկային մոռացությունը, այժմ լուսավորված էր ներքին մի կրակով, որը չէր կարող մարել ոչ մի երկրային փորձություն։ Նա աղոթում էր ոչ թե բառերով, այլ իր ողջ էությամբ։ Նրա հոգին ճչում էր առ Աստված. «Տեր, լսիր ծառայից ձայնը, որը հասնում է քեզ ոչ թե շուրթերից, այլ սրտի խորքից։ Դու քո անսահման ողորմությամբ լույս սփռեցիր այս հողի վրա, որը դարերով խարխափում էր տռապաշտության խավարում։ Դու բժշկեցիր մեր թագավորին, որի մարմինն ու հոգին այլայլվել էին մեղքից, և մկրտեցիր մեր ժողովրդին արածանի սուրբ ջրերում։ Բայց հիմա մենք կանգնած ենք խաչմերուկում, կույր ու անօգնական։ Մեր ձեռքերը մաքուր են, մեր սրտերը բաց, բայց մեր աչքերը չեն տեսնում ճանապարհը։ Ցույց տուր մեզ այն վայրը, ցույց տուր այն հողը, որը դու ընտրել ես, որտեղ պիտի փառաբանվի քո սուրբ անունը հավիտյանս հավիտենից»։ Նրա ձայնը խզվում էր։ Հոգնածությունը, որ կուտակվել էր տարիների ընթացքում, ծանրացել էր նրա մարմնի վրա, բայց նրա ոգին անկոտրում էր, ինչպես Արարատի գագաթը։ Մի քանի թաղամաս այն կողմ, արքայական պալատում, որտեղ մետաքսե վարագույրներն ու ոսկեզօծ պատերն իզորու չէին խաղաղեցնել մեկ մարդու անհանգիստ հոգին, չէր քննում նաև Տրդատ III մեծ թագավորը։ Նա, ով վայրի խոզի կերպարանքով թավալվում էր փոշու մեջ, ուտում էր խոտ և մոռացել էր իր մարդկային էությունը, այժմ կրկին կրում էր արքայական թագը, բայց դրա ծանրությունը կարծես ավելացել էր։ Նրա հոգին դեռ անհանգիստ էր։ Նա քայլում էր իր սենյակում, հզոր ձեռքերը մեջքին հանգուցած, և նրա յուրաքանչյուր քայլը արձագանքում էր դատարկ դահլիճի լռության մեջ։ Նրա հայացքը հառած էր դեպի այն կողմը, որտեղ աղոթում էր Գրիգորը, այն մարդը, ում նա նետել էր մահվան գիրկը և ով վերադարձել էր նրան կյանք պարգևելու։ Նա հավատում էր լուսավորչին, նա հավատում էր Քրիստոսին, ով իրեն վերադարձրել էր ոչ միայն մարդկային կերպարանք, այլև մարդկային հոգի։ Բայց նա թագավոր էր, իսկ թագավորները սովոր են գործել, ոչ թե սպասել։ «Ինչի ենք սպասում, Սուրբ Հայր», կարծես մտքում հարցնում էր նա Գրիգորին, և նրա մտքերը կարծես փոթորիկ լինեին։ Ժողովուրդը դարձի է եկել, հեթանոսական կուռքերը տապալված են, և նրանց փոշին ցրվել է քամուն։
տուր հրաման, եւ իմ լավագույն ճարտարապետները, իմ հազարավոր բանվորները կկառուցեն այնպիսի տաճար, որին նմանը աշխարհը չի տեսել։ Կառուցենք այն մեր մայրաքաղաքի սրտում, որպեսզի բոլորը տեսնեն մեր նոր հավատքի զորությունը եւ մեր Տիրոջ փառքը։ Սակայն Գրիգորը լուռ էր։ Նա գիտեր մի ճշմարտություն, որը թագավորը դեռ պետք է ըմբռներ։ Այս տաճարը չպետք է լինի մարդկային փառասիրության կամ քաղաքական հաշվարկի արդյունք։ Այն չէր կարող լիներ զուտ քար ու կրի կույտ, որքան էլ այն հոյակերտ լիներ։ Այն պետք է լիներ Աստծո կամքի դրսևորումը, քարեղեն հայտնություն։ Արդյոք Աստված լսում էր նրան։ Արդյոք այս լարված սպասումը կպսակվի հաղթանակով, թե կասկածի թունավոր սերմերը կսկսեին ծլարձակել նորադարձ ժողովրդի դեռևս փխրուն սրտերում։ Ոչ ոք չէր կարող պատկերացնել, թե ինչպիսի ցնցող, աշխարհը գլխիվայր շուր տվող պատասխան էր պատրաստվում երկինքը տալ այդ գիշեր։ Բայց դա միայն սկիզբն էր։ Այն, ինչ տեղի ունեցավ հետո, պետք է ընդմիշտ փոխեր ոչ միայն հայոց պատմությունը, այլև հավատքի մասին մարդկության ունեցած բոլոր պատկերացումները։ Հայոց աշխարհը դեռ շնչում էր արյունով եւ կրակով։ Ընդամենը մի քանի տարի առաջ Տրդատ թագավորի հրովարտակները թնդում էին երկրի բոլոր կողմերում, հրամայելով բռնել, տանջել եւ մահվան մատնել յուրաքանչյուր քրիստոնյայի, ում հավատքը համարվում էր ապստամբություն ոչ միայն աստվածների, այլև թագավորի դեմ։ Նրա ձեռքերը դեռ ներկված էին հռիփսիմյանց կույսերի անմեղ արյամբ, մի հանցանք, որի ծանրությունն ազգում էր իր հոգու վրա ամեն գիշեր։ Հեթանոսական աստվածների Արամազդի, Անահիտի, Վահագնի պաշտամունքը ամուր էր, ինչպես Արարատի գրանիտե ժայռերը, դարերի ընթացքում սերտաճած ժողովրդի կենցաղին ու մտածողությանը։ Քրմերը, զգալով իրենց հազարամյա իշխանության վերջը, ատելությամբ էին լցված նոր հավատքի նկատմամբ, որը սպառնում էր տապալել ոչ միայն իրենց զոհասեղանները, այլև իրենց ողջ աշխարհայացքը։ Եվ այդ խավարի մեջ, խոր վիրապի գարշահոտ օձերով լի փոսում, 14 տարի շարունակ ապրում էր մի մարդ, Գրիգորը։ Նա ապրում էր ոչ թե հացով, այլ հավատով։ Նրան կերակրում էր ոչ թե մարդկային ձեռքը, որը նրան մոռացության էր մատնել, այլ Աստծո հրեշտակը, որն ամեն օր նրան հաց էր բերում, վկայելով, որ երկինքը չի մոռանում իր հավատարիմներին։ Նա ողջ մնաց, որպիսի դառնա մի ողջ ազգի հոգևոր հայրը, որպիսի փոսի խավարից դուրս գա եւ լույս սփռի մի ամբողջ թագավորության վրա։ Հրաշքը տեղի ունեցավ։ Տրդատ թագավորը, որ հալածում էր քրիստոնյաներին, պատժվեց Աստծո կողմից։ Նա կորցրեց իր մարդկային կերպարանքը, դառնալով վայրի խոս, որը թավալվում էր ցեխի մեջ, սարսափեցնելով իր իսկ ծառաներին։ Ոչ մի բժիշկ, ոչ մի կախարդ, ոչ մի քուրմ չկարողացավ օգնել նրան։ Այդ ժամանակ թագավորի քույրը Խոսրովի դուխտը տեսիլք տեսավ։ Փրկությունը գտնվում էր խոր վիրապի փոսում, այնտեղ, որտեղ բոլորը կարծում էին, թե մահն է թագավորում։ Երբ Գրիգորին հանեցին այնտեղից, շատերը չէին հավատում իրենց աչքերին։ 14 տարի օձերի ու կարիճների մեջ, առանց սննդի, անհնարին էր, բայց նա կանգնած էր նրանց առջև, հյուծված, մաշկը կպած ոսկորներին, բայց ողջ։ Նրա աչքերում կար մի լույս, որը մարդկային չէր, դա այն լույսն էր, որը կարող է ծնվել միայն տառապանքի եւ անսասան հավատքի միաձուլումից։ Նա աղոթեց, եւ Տրդատը բժշկվեց։ Այդ պահին ամեն ինչ փոխվեց։ Թագավորը, որ երեք հրամայում էր սպանել, այսօր ծնկի եկավ Քրիստոսի առջև։ Նրա հետ ծնկի եկավ ողջ արքունիքը, զորքը եւ ժողովուրդը։ 301 թվականին Հայաստանը դարձավ աշխարհում առաջին պետությունը, որը քրիստոնեությունը ընդունեց որպես պետական կրոն։ Սկսվեց հեթանոսական տաճարների կործանումը։ Քար առ քար, սյուն առ սյուն, Գրիգորն ու Տրդատը մաքրում էին հայոց հողը կռապաշտության պղծությունից։ Ժողովուրդը, ոգևորված իր բժշկված թագավորով, ցնծությամբ մասնակցում էր այդ գործին։ Արածանիի ջրերում տեղի ունեցավ զանգվածային մկրտություն, հայ ազգը վերածնվում էր։ Բայց կործանելը հեշտ էր, իսկ ինչ կառուցել դրա փոխարեն։ Անհրաժեշտ էր մի կենտրոն, մի վայր, որը կմիավորեր բոլորին, մի տաճար, որը կխորհրդանշեր Աստծո եւ հայ ժողովրդի միջև կնքված նոր ուխտը։ Այն պետք է լիներ ավելին, քան պարսպես շինություն։ Այն պետք է լիներ հայ եկեղեցու սիրտը, որտեղից կենարար արյունը կհոսեր դեպի ազգի բոլոր զարկերակները, դեպի ամենահեռավոր գյուղն ու ամենախոնար հոգին։ Եվ հենց այստեղ սկսվեց առաջին, գրեթե անտեսանելի, բայց խորը հոգևոր պայքարը։ Որտեղ կառուցել այդ տաճարը։ Ում կամքով պետք է որոշվեր այդ սրբազան վայրը, մարդու, թե Աստծո։ Այս հարցի պատասխանից էր կախված ոչ միայն մի շինության ճակատագիրը, այլև մի ողջ եկեղեցու ապագա ուղին։
Ոչ ոք չէր կարող պատկերացնել, որ այս հարցը կդառնա հավատքի եւ թերահավատության, աստվածային հայտնության եւ մարդկային տրամաբանության միջև առաջին մեծ բախման պատճառը։ Եվ այդ բախումը սպասեցնել չտվեց։ Տրդատ թագավորը, լինելով գործի մարդ, որի համար անորոշությունը թշնամուց ավելի վտանգավոր էր, հավաքեց իր խորհրդականներին եւ իշխաններին արքայական մեծ դահլիճում։ Նրա ձայնը հզոր էր եւ վճռական, ինչպես այն ժամանակ, երբ նա իր զորքերին մարտի էր տանում, եւ այդ ձայնից դահլիճի քարե պատերը կարծես դողում էին։ Նա չէր սիրում սպասել, հատկապես երբ իր թագավորության ապագան էր դրված խաղասեղանին։ «Մենք կկառուցենք մեր մայր տաճարը Վաղարշապատի կենտրոնում», հայտարարեց նա, մատնուցույց անելով քարտեզի վրա մի կետ, որը բոլորին քաջ հայտնի էր։ Այնտեղ, որտեղ կանգնած էր Անահիտի մեհյանը, որի ոսկե արձանը ես իմ ձեռքով տապալեցի, թող բոլորը տեսնեն, որ մեր Տերը հաղթել է կուռքերին։ Դա կլինի զորության եւ հաղթանակի խորհրդանիշ, որը կերևա մեր երկրի բոլոր ծայրերից։ Իշխանները հավանության գլխով արեցին։ Դա տրամաբանական էր, քաղաքականապես ճիշտ, խորհրդանշական։ Այն կցուցադրեր ոչ միայն նոր հավատքի, այլև թագավորական իշխանության ուժը։ Բայց Սուրբ Գրիգորը, որ ներկա էր ժողովին, լուռ էր։ Նրա լռությունը ավելի բարձր էր խոսում, քան ցանկացած առարկություն, եւ այդ լռության մեջ կար դարերի իմաստություն եւ երկնային հանգստություն։ Տրդատը նկատեց դա։ Նրա համար Գրիգորի լռությունը ավելի անհանգստացնող էր, քան բոլոր իշխանների բուռն ելույթները միասին վերցրած։ «Սուրբ հայր, դուք համաձայն չեք», հարցրեց նա։ Ձայնի մեջ հարգանք կար, բայց նաև մի փոքր անհամբերություն, որը նա փորձում էր թաքցնել։ Գրիգորը բարձրացրեց իր հայացքը։ «Տեր արքա, մարդկային տրամաբանությունը իմաստուն է, բայց Աստծո իմաստությունը անսահման է։ Մենք չենք կարող մեր հավատքի տունը կառուցել քաղաքական հարմարավետության կամ հաղթանակի ցուցադրման հիմքի վրա։ Այս տաճարի հիմնաքարը պետք է դնի ինքը, Տերը։ Մենք պետք է աղոթենք եւ սպասենք նրա նշանին, որովհետեւ մարդու կառուցածը մարդը կարող է եւ քանդել, իսկ Աստծո կառուցածը հավերժ է։ Իշխանների շարքերում տրտունջ սկսվեց։ Սպասել։ Ինչին։ Հեթանոս քրմերի մնացորդները դեռ թաքնվում էին լեռներում, ժողովրդի մեջ կասկածներ սերմանելով։ Տեսնում եք, ձեր նոր Աստվածը ձեզ մենակ է թողել։ Նա նույնիսկ տուն չունի ձեր երկրում, շշնջում էին նրանք, փորձելով թունավորել նորահավատ ժողովրդի միտքը։ Մի տարեց իշխան, որի անունն էր Աշոտ եւ որի պապերը եղել էին Վահագնի քրմեր, ոտքի կանգնեց։ Նրա դեմքը կնճռոտ էր, ինչպես հին մագաղաթ, բայց աչքերը խորամանկ էին։ «Սուրբ հայր, մենք հարգում ենք ձեր իմաստությունը, որը ծնվել է խոր վիրապի տառապանքներից, բայց ժողովուրդը սպասում է։ Անորոշությունը վտանգավոր է, այն նման է ժանգի, որը կամաց-կամաց քայքայում է ամենաամուր զրահը։ Միգուցե Տերը արդեն խոսել է թագավորի միջոցով, չէ՞ որ նա է Աստծո օծյալը այս հողի վրա»։ Սա խորամանկ փաստարկ էր, այն հարվածում էր երկու թիրախի, շոյում էր թագավորի ինքնասիրությունը եւ կասկածի տակ դնում Գրիգորի դիրքորոշումը, ներկայացնելով այն որպես անտեղի համառություն։ Տրդատը նայեց Գրիգորին, նա պատառ-պատառ էր լինում։ Մի կողմից իր թագավորական պարտքն էր գործել արագ եւ վճռական, ցույց տալ իր ժողովրդին, որ իրենց նոր հավատքը ամուր հիմքերի վրա է։ Մյուս կողմից իր սրտի խորքում նա գիտեր, որ լուսավորիչը ճիշտ է։ Նա տեսել էր հրաշք, նա գիտեր, որ Աստված գործում է ոչ մարդկային օրենքներով։ «Մենք կսպասենք», վերջապես ասաց Տրդատը, լռեցնելով բոլորին։ Նրա ձայնը հնչեց վերջնական ու անբեկանելի։ «Բայց աղոթիր Սուրբ հայր, աղոթիր, որ Տերը շուտով խոսի, որովհետև իմ համբերությունը, ի տարբերություն քո հավատքի, անսահման չէ»։ Ժողովը ցրվեց, լարվածությունը օդում կախված մնաց, ինչպես ամպրոպից առաջ։ Գրիգորը վերադարձավ իր խուցը։ Նա գիտեր, որ սա պայքար է ոչ թե թագավորի կամ իշխանների դեմ, սա պայքար էր գայթակղության դեմ, գայթակղության ամեն ինչ անելու արագ, հեշտ եւ մարդկային տրամաբարությամբ։ Եվ նա սկսեց աղոթել այնպիսի ուժգնությամբ, ինչպես երբեք, որովհետև զգում էր, որ սա միայն սկիզբն է մի մեծ փորձության։ Իսկ ինչ կլիներ, եթե Աստված լռեր։ Այդ հարցը սկսեց տանջել ոչ միայն թագավորին, այլև ինքը լուսավորչին։ Օրերը դառնում էին շաբաթներ, շաբաթները ամիսներ։ Երկինքը լուր էր, կարծես պղնձից ձուլված լիներ, եւ ոչ մի աղոթք չէր կարողանում ճեղքել այդ անխոս պատնեշը։ Արարատյան դաշտում սկսվեց աննախադեպ երաշտ, որը չէին հիշում նույնիսկ ամենածեր մարդիկ։
Գետերը ցամաքեցին, դառնալով ճաքճքած հողի մոքրագույն ժապավեններ, իսկ հողը, որ միշտ առատաձեռնորեն կերակրում էր իր զավակներին, այժմ բացել էր իր չորացած շուրթերը և կարծես մահվան էր սպասում։ Սովի սպառնալիքը, որպես սև թռչուն, կախվեց երկրի գլխին, և նրա ստվերը ընկավ յուրաքանչյուր տան, յուրաքանչյուր ընտանիքի վրա, ստիպելով մարդկանց սարսափով նայել դատարկ ամբարներին ու անպտուղ այգիներին։ Ժողովրդի մեջ խուճապ սկսվեց, որը շատ ավելի արագ էր տարածվում, քան ցանկացած հիվանդություն։ Սա հին աստվածների զայրույթն է, շշնջում էին մարդիկ շուկաներում, որտեղ այլևս վաճառելու բան չկար, և մարդիկ հավաքվում էին ոչ թե առևտուր անելու, այլ իրենց վիշտն ու վախը միմյանց հետ կիսելու։ Մենք տապալեցինք նրանց տաճարները, մենք պղծեցինք նրանց սրբազան անտառները, և նրանք մեզ պատժում են, իսկ նոր Աստվածը լուր է, նա մեզ լքել է, թողնելով մեր ճակատագրի քմահաճույքին։ Այս խոսքերը օձի թույնի պես սողոսկում էին մարդկանց սրտերը, սպանելով հավատքի նոր ծլարձակած սերմերը։ Հեթանոս քրմերի մնացորդները, որոնք մինչ այդ թաքնվում էին լեռների խոր ձորերում, դուրս եկան իրենց թաքստոցներից, ինչպես գիշատիչներ, որոնք զգացել են զոհի թուլությունը։ Նրանք գիշերները գաղտնի ծեսեր էին կատարում, զոհեր մատուցելով հին կուռքերին, աղոթելով անձրևի համար։ Եվ մի օր մի փոքրիկ, հազիվ նշմարելի անձրև տեղաց հեռավոր լեռներում, մի անձրև, որը նույնիսկ չհասցրեց թրջել հողը։ Բայց դա բավական էր, որպեսզի նրանք հաղթականորեն հայտարարեին. «Տեսնում եք, Վահագնը լսեց մեզ, ձեր Քրիստոսը խուլ է ձեր աղոթքների հանդեպ, որովհետև նա օտար Աստված է, և այս հողը նրան չի ընդունում»։ Հավատքի հիմքերը, որոնք դեռ նոր էին դրվել, սկսեցին սասանվել։ Ինչ կասեն հավատացյալները, գործոնը դարձավ ամենօրյա գլխացավանք ոչ միայն թագավորի, այլև Գրիգորի համար։ Նույնիսկ ամենաամուր քրիստոնյաները, ովքեր իրենց աչքով էին տեսել Տրդատի բժշկությունը, սկսեցին կասկածել. միգուցե իրենք սխալվել են, միգուցե հապչեպ որոշում են կայացրել։ Տրդատ թագավորը կանչեց Գրիգորին։ Նրա դեմքը մռայլ էր, ինչպես ամպամած երկինքը, և նրա աչքերում այլևս չկար այն հիացմունքն ու երկյուղացությունը, որով նա նայում էր լուսավորչին իր բժշկությունից հետո։ Սուրբ Հայր, ես այլևս չեմ կարող սպասել։ Իմ ժողովուրդը տառապում է, իմ թագավորությունը քաոսի եզրին է։ Մենք պետք է ինչ-որ բան անենք։ Ցույց տանք նրանց, որ մեր հավատքը ուժեղ է։ Հրամայիր սկսել շինարարությունը, հիմա, որևէ տեղ։ Դա կհանգստացնի ժողովրդին, կփակի չար լեզուները, և միգուցե Տերը, տեսնելով մեր ջանքերը, կողորմա մեզ և անձրև կուղարկի։ Գրիգորի սիրտը կծկվեց։ Նա տեսնում էր թագավորի ցավը, նա լսում էր ժողովրդի տառապանքի ձայնը։ Ճնշումը անտանելի էր։ Միգուցե թագավորը ճիշտ է, միգուցե պետք է գնալ փոխզիջման, կառուցել մի ժամանակավոր եկեղեցի, մինչև Աստված ցույց տա իսկական վայրը։ Սա կլիներ իմաստուն քաղաքական քայլ, բայց նրա հոգու խորքում մի ձայն ասում էր. «Ոչ»։ «Տեր արքա, հասկանում եմ քո հոգսը», հանգիստ, բայց ամուր ձայնով պատասխանեց Գրիգորը, և նրա ձայնի մեջ կար պողպատի ամրություն։ Բայց հավատքը փոխզիջում չի սիրում։ Եթե մենք հիմա գործենք մարդկային վախից դրդված, ապա մեր կառուցած տաճարը կլինի ոչ թե Աստծո տուն, այլ մեր թուլության հուշարձան։ Տուր ինձ ևս մեկ գիշեր, միայն մեկ գիշեր, ես կաղոթեմ այնպես, ինչպես երբեք։ Եթե մինչև լուսաբաց երկինքը լուռ մնա, ես կենթարկվեմ քո կամքին։ Տրդատը երկար նայեց լուսավորչի աչքերի մեջ։ Նա տեսավ այնտեղ ոչ թե համառություն, այլ անսասան հավատք։ Հավատք, որը կարող էր լեռներ տեղաշարժել։ Թող լինի այդպես, հոգոց հանելով ասաց նա, մեկ գիշեր, բայց ոչ ավել։ Այդ գիշեր Գրիգորի համար պետք է լիներ կամ հաղթանակի, կամ վերջնական պարտության գիշեր։ Նա գնաց իր խուցը, իմանալով, որ ոչ միայն իր, այլև մի ողջ ազգի ապագան կախված է այն բանից, թե արդյոք Աստված վերջապես կխախտի իր լռությունը։ Եվ հետո տեղի ունեցավ անհավանականը։ Գիշերվա խորհրդավոր լռության մեջ, երբ ողջ վաղարշաբաթը քնած էր անհանգիստ քնով, տանջվելով երաշտի և անորոշության մղձավանջներից, Սուրբ Գրիգորը ծնկի էր իջել իր խցի սառը քարե հատակին։ Սա այլևս խնդրանքի աղոթք չէր, սա հոգու մարտ էր, վերջին ճիգը, երբ բոլոր մարդկային հույսերը սպառվել էին։ Նա իրեն զգում էր լքված, մենակ, ինչպես այն ժամանակ, երբ 14 տարի առաջ նրան իջեցրին խոր վիրապի խավարի մեջ։ Կասկածի սառը սողունները սկսել էին սողոսկել նրա մտքերը, փորձելով թունավորել նրա հավատքի վերջին կայծը։ Միգուցե ես արժանի չեմ։
Միգուցե իմ աղոթքները չեն հասնում երկինք, որովհետև իմ մեղքերը պատ են դարձել իմ և Աստծո միջև։ Հենց այդ պահին, երբ նրա հոգին հասել էր հուսահատության եզրին, խցի խավարը ցրվեց։ Ոչ, դա լույս չէր, դա ավելին էր, կարծես տարածությունն ու ժամանակը պատռվեցին, և ֆիզիկական աշխարհի օրենքներն այլևս չէին գործում։ Խցի պատերը անհետացան, և նրա առջև բացվեց անսահման շլացուցիչ տեսարան, որը մարդկային միտքը չէր կարող ընկալել։ Երկինքը բացվեց, և լույսի մի հսկայական, ոսկեգույն սյուն իջավ երկրի վրա, միացնելով երկինքն ու երկիրը։ Այդ լույսի մեջ կային հրեշտակների անթիվ բազմություններ, զորքեր, որոնք փայլում էին արեգակից ավելի պայծառ, և նրանց զրահների վրա արտացոլվում էր Աստծո փառքը։ Նրանց երգի ձայնը նման էր հազարավոր ջրվեժների որոտին, բայց միևնույն ժամանակ այնքան ներդաշնակ էր, որ Գրիգորի սիրտը լցվեց անասելի խալաղությամբ, և նրա բոլոր վախերն ու կասկածները հալվեցին, ինչպես ձյունը գարնանային արևի տակ։ Եվ այդ լուսեսյան միջով երկնքից իջնում էր Միակը։ Նա մարդու որդու տեսք ուներ, նրա դեմքը փայլում էր հազարավոր արեգակի պես, իսկ աչքերը նման էին կրակի բոցի, որոնք թափանցում էին մինչև հոգու խորքը։ Նա իջնում էր վեհորեն, հանգիստ, բայց նրա ներկայությունից ողջ երկիրը դողում էր, և Արարատ լեռը կարծես խոնարհվում էր իր արարչի առջև։ Գրիգորը սարսափից ու երկյուղից ընկավ գետնին, չհամարձակվելով նույնիսկ հայացքը բարձրացնել, որովհետև զգում էր, որ մահկանացուն չի կարող տեսնել Աստծո դեմքը և ողջ մնալ։ Նա ճանաչեց նրան, դա Հիսուս Քրիստոսն էր, Միածինը։ Իջնող տիրոջ ձեռքին կար ոչ թե թուր կամ գավազան, այլ ոսկե կրակե մուրջ, որը խորհրդանշում էր ոչ թե պատերազմ, այլ արարում և կառուցում։ Երբ նա հասավ երկրին, նա կանգնեց վաղարշապատի կենտրոնում, մի վայրում, որը ծածկված էր ավազով ու փոշիով, որտեղ գտնվում էր հին ստորգետնյա հեթանոսական տաճարի սանդարամետի մնացորդները, մի վայր, որը համարվում էր անիծված և որից մարդիկ խուսափում էին նույնիսկ ցերեկով։ Եվ այդ պահին Տերը բարձրացրեց իր կրակե մուրջը։ Գրիգորը, դողալով, բարձրացրեց իր հայացքը։ Մուրջը փայլատակեց, և Տերը հզոր հարվածով խփեց գետնին։ Այն վայրում, որտեղ դիպավ մուրջը, գետինը ճեղքվեց, և դժոխային խավարի միջից դուրս թափվեցին չար ոգիներ, դևեր, որոնք ճչում էին սարսափից, քանի որ նրանց համար աստվածային լույսն ավելի տանջալից էր, քան դժոխքի կրակը։ Կրակե մուրջի հարվածը նրանց համար անտանելի տանջանք էր, նրանք ցրվեցին և անհետացան խավարի մեջ, և հայոց հողը մաքրվեց նրանց չար ներկայությունից։ Այնուհետև Տերը երկրորդ անգամ հարվածեց։ Այս անգամ հարվածի տեղում հայտնվեց ոսկե քառակուսի հիմք, որը փայլում էր երկնային լույսով։ Այդ հիմքի վրա բարձրացավ կրակե կարմիր սյուն, որի գագաթին փայլում էր լուսավոր խաչ։ Սյունը կարծես միացնում էր երկինքն ու երկիրը, խորհրդանշելով Աստծո և մարդու միջև կնքված նոր ուխտը։ Սյան շուրջը Գրիգորը տեսավ 4 այլ սյուներ, որոնք խորհրդանշում էին 4 նահատակված սրբուհիներին՝ հրիփ Սիմեին, Գայանեին և նրանց ընկերուհիներին, ում արյունով սրբագործվել էր հայոց հողը։ Այս ամենը միացված էր լուսավոր կամարներով, կազմելով մի հոյակերտ երկնային տաճարի ուրվագիծ, որի ճարտարապետը ինքը Աստված էր։ Եվ Գրիգորը լսեց մի ձայն, որը գալիս էր ոչ թե դրսից, այլ հնչում էր իր հոգու խորքում, մի ձայն, որը միաժամանակ և որոտ էր, և քնքուշ շշուկ. «Այստեղ կառուցիր իմ տունը, որովհետև այստեղ իջավ Միածինը»։ Տեսիլքը անհետացավ նույնքան հանկարծակի, որքան հայտնվել էր։ Գրիգորը մնաց մենակ իր խցի խավարում։ Բայց այժմ խավար չկար։ Նրա ողջ էությունը լցված էր այն շլացուցիչ լույսով, որը նա տեսել էր։ Նա դողում էր, բայց ոչ վախից, այլ անսահման երախտագիտությունից։ Նրա այտերով հոսում էին արցունքներ։ Նա գիտեր, թե ինչ պետք է աներ։ Աստված խոսել էր, և նրա խոսքը ցնցելու էր ոչ միայն Հայաստանը, այլև ողջ աշխարհը։ Այդ վայրը պետք է կոչվեր Էջմիածին, վայր, որտեղ իջավ Միածինը։ Լուսաբացին, երբ Գրիգորը դեռևս ցնցված տեսիլքի երկնային փառքից, բայց վճռական դեմքով, որի վրա արտացոլվում էր աստվածային հրամանի անբեկանելիությունը, ներկայացավ թագավորին և արքունիքին, նրա խոսքերը որոտի պես հնչեցին պալատի դահլիճում, որտեղ հավաքվել էին բոլոր իշխաններն ու նախարարները, սպասելով վերջնական որոշման։
Նրա հայացքը այրվում էր ներքին կրակով, եւ նրա ձայնի մեջ կար մի զորություն, որը մարդկային չէր, այլ գալիս էր երկնքից, մի զորություն, որը ստիպում էր նույնիսկ ամենահպարտ իշխաններին խոնարհել իրենց հայացքները։ Տերը խոսեց, նա ինքը ցույց տվեց վայրը, հայտարարեց նա, եւ նրա ձայնի մեջ չկար ոչ մի կասկածի նշույլ։ Եվ նա մանրամասն նկարագրեց իր տեսիլքը, երկնքի բացվելը, Քրիստոսի իջնելը, լույսի սյունը, հրեշտակների զորքերը, կրակե մուրճը, դևերի փախուստը եւ երկնային տաճարի ուրվագիծը, որը նա տեսել էր իր հոգու աչքերով։ Տրդատ թագավորը լսում էր, շունչը պահած։ Նա, ով իր մաշկի վրա զգացել էր Աստծո հրաշքի զորությունը, ով խոզի կերպարանքից վերադարձել էր մարդկային կյանք, անմիջապես հավատաց։ Նրա աչքերը լցվեցին արցունքներով, եւ նրա սիրտը թրթռում էր երախտագիտությունից։ Նա պատրաստ էր անմիջապես ծնկի իջնել եւ փառք տալ Աստծուն, որը ոչ միայն բժշկել էր իրեն, այլև ողորմություն էր ցուսաբերել իր ողջ ազգին։ Բայց մյուսները… Երբ Գրիգորն ավարտեց իր պատմությունը, դահլիճում տիրեց սառը ծանր լռություն, որն ավելի խոսուն էր, քան ցանկացած բացականչություն։ Իշխանները նայում էին միմյանց, հետո Գրիգորին, եւ նրանց հայացքներում կար ոչ թե ուրախություն կամ երկյուղացություն, այլ շփոթություն, անվստահություն եւ նույնիսկ վախ։ Նրանք լսել էին մի պատմություն, որը դուրս էր իրենց ընկալման սահմաններից։ Սուրբ Հայր վերջապես խախտեց լռությունը այն նույն տարեց իշխանը Աշոտը, որը նախկինում առարկել էր։ Նրա ձայնը հնչում էր հարգալից, բայց նրա խոսքերի տակ թաքնված էր կասկածի սառույցը։ Մենք չենք կասկածում ձեր սրբությանը, բայց տեսիլք, երաս, ինչպես կարող ենք վստահ լինել, որ դա Աստծուց էր եւ ոչ թե։ Ձեր հոգնած մտքի արդյունք, որը ծնվել է երկարատև աղոթքներից ու պահքից։ Մեկ այլ իշխան, որ հայտնի էր իր պրագմատիզմով եւ սառը դատողությամբ, ավելացրեց. Եվ այն վայրը, որը դուք նշում եք, դա անապատ է, ավազուտ, այնտեղ նույնիսկ ջուր չկա, ինչպես կարող ենք այնտեղ տաճար կառուցել, դա անմտություն է, մեր մայրաքաղաքի կենտրոնը պատրաստ է, այնտեղ կան ճանապարհներ, բանվորներ։ Սա անհավանական է, շշնջաց երրորդը, մենք պետք է մեր ողջ թագավորության ճակապագիրը կառուցենք մի երազի վրա։ Երբ նա դա ասաց, ամբողջ դահլիճը կարծես սառեց։ Սկսվեց բուռն քննարկում։ Շատերը, հատկապես նրանք, ովքեր դեռևս կապված էին հեթանոսական անցյալի հետ, տեսիլքը համարեցին վտանգավոր նշան։ Նրանք վախենում էին այն վայրից, որը նշել էր Գրիգորը։ Դարեր շարունակ այն համարվել էր չար ոգիների բնակատեղի, Սանթարամետի ստորգետնյա պաշտամունքի վայր։ Նա ուզում է մեզ տանել դևերի բույնը, չարախնդորեն ասում էին ոմանք։ Անգամ նոր ձեռնադրված եպիսկոպոսների եւ քահանաների շրջանում, ովքեր կրթություն էին ստացել Կեսարեայում եւ սովոր էին հունական տրամաբանությանը, կար տարակուսանք։ Հրաշքները, տեսիլքները նրանց համար պատկանում էին առաքյալների ժամանակներին։ Նրանք ակնկալում էին, որ եկեղեցինը կկառուցվի կանոնների, տրամաբանության եւ եկեղեցական ժողովների որոշումների հիման վրա, ոչ թե մեկ մարդու գիշերային տեսիլքի։ Գրիգորը կանգնած էր մենակ։ Նրա միակ դաշնակիցը Տրդատ թագավորն էր, բայց նույնիսկ թագավորը սկսեց տատանվել, տեսնելով իր ամբողջ արքունիքի միահամուռ դիմադրությունը։ Ինչպես համարձակվեցին նրանք։ Այն մարդը, ով նրանց լույս էր բերել, ով նրանց հանել էր կռապաշտության խավարից, այժմ կանգնած էր նրանց անհավատության պատի առջև։ Հակամարտությունը տեղափոխվել էր նոր, ավելի վտանգավոր մակարդակ։ Այժմ դա պայքար էր ոչ թե հեթանոսների, այլ հենց նորաստեղծ եկեղեցու ներսում, հավատքի եւ թերահավատության միջև։ Գրիգորը հասկացավ, որ բառերն այստեղ անզոր են, պետք էր գործել, եւ նրա գործողությունները պետք է լինեն ավելի զորեղ, քան ցանկացած քարոզ։ Առանց մեկ խոսք ասելու, առանց որևէ մեկին նայելու, Սուրբ Գրիգորը շրջվեց եւ դուրս եկավ պալատի դահլիճից, թողնելով իր հետևից շփոթված իշխաններին եւ տատանվող թագավորին։ Նրա քայլերը հաստատուն էին, նրա մեջքը ուղիղ, եւ նրա ողջ էությունից ճառագում էր մի վճռականություն, որը ծնվում է ոչ թե մարդկային համառությունից, այլ աստվածային հրամանին ենթարկվելուց։ Նա չէր գնում իր խուցը, նորից աղոթելու կամ մենության մեջ մխիթարություն փնտրելու։ Նա գնում էր այնտեղ, որտեղ իջել էր միածինը, որովհետև գիտեր, որ հավատքը պետք է դրսևորվի ոչ միայն խոսքով, այլև գործով, մի գործով, որը կլռեցնի բոլոր թերահավատներին։ Նա վերցրեց մի պարզ փայտե խաչ, որը միշտ իր հետ էր, եւ գնաց դեպի այն ամայի վայրը, որը բոլորը համարում էին անիծված, մի վայր, որի անունը նույնիսկ վախով էին տալիս։ Տրդատ թագավորը, տեսնելով նրա անսասան վճռականությունը, մի պահ տատանվելուց հետո զգաց, որ չի կարող նրան մենակ թողնել։
Նրա սրտում պայքարում էին թագավորական հեղինակությունը և նորահայտ հավատքը, և հավատքը հաղթեց։ Նա հրամայեց իր թիկնապահներին և մի քանի հավատարիմ իշխանների, ովքեր դեռ չէին կորցրել իրենց հոգու լույսը, հետևել նրան։ Երբ նրանք հասան նշված վայրը, շատերը սկսեցին դժգոհել և տրտնջալ։ Օդը ծանր էր, կարծես չարի ներկայությունը դեռ զգացվում էր հողի ամեն մի մասնիկի մեջ։ Բայց Գրիգորը կանգ առավ այն կետում, որը տեսել էր իր տեսիլքում, բարձրացրեց խաչը և բարձրաձայն սկսեց աղոթել, և նրա ձայնը հնչում էր որպես զանգի ղողանջ այդ անիծյալ լռության մեջ։ Հանուն Հոր և Որդվո և Սուրբ Հոգվո, թող այս վայրը մաքրվի ամենայն չարությունից, թող փախչի այստեղից սատանան իր բոլոր զորություններով, որովհետև այս հողի վրա կանգնել է մեր Տեր Հիսուս Քրիստոսի ոտքը, և այն այժմ սուրբ է հավիտյանս հավիտենից։ Հետո նա խաչով գծեց ապագա տաճարի հիմքերը, ճիշտ այնպես, ինչպես տեսել էր տեսիլքում, ոսկե հիմք, կրակե սյուներ, լուսավոր կամարներ։ Նա վերցրեց մի քար, որը ընկած էր իր ոտքերի մոտ, և դրեց այն որպես առաջին հիմնաքար, որպես ապագա մայր տաճարի անսասան հիմքի խորհրդանիշ։ Այդ պահին ամբողջ եկեղեցին սառեց։ Հանկարծակի պարզ անամպ երկնքում հայտնվեց մի ամպ, և լույսի մի շող ճեղքեց այն, ընկնելով ուղիղ այն վայրի վրա, որտեղ կանգնած էր Գրիգորը։ Օդը լցվեց անուշ բույրով, կարծես հազարավոր վարդեր միաժամանակ բացվեին, և մի աննկարագրելի խաղաղություն իջավ բոլոր ներկաների վրա։ Անգամ ամենամեծ թելահավատները, ովքեր եկել էին ծաղրելու, զգացին այդ աստվածային ներկայությունը։ Նրանց սրտերում վախի փոխարեն ծնվեց երկյուղացություն, և նրանց ծաղրը փոխարինվեց լուռ հիացմունքով։ Տրդատ թագավորը, տեսնելով այս երկրորդ հրաշքը, այլևս չկարողացավ զսպել իրեն։ Նա իջավ դիուց, մոտեցավ Գրիգորին, իր հզոր ձեռքերով վերցրեց մի ավելի մեծ քար և դրեց այն Գրիգորի դրած քարի կողքին, ցույց տալով, որ թագավորական իշխանությունը խոնարհվում է աստվածային կամքի առջև։ «Այստեղ կկառուցվի մայր տաճարը», հայտարարեց նա այնպիսի ձայնով, որը վիճարկման ենթակա չէր։ «Եվ ես, հայոց թագավորս, կլինեմ նրա առաջին բանվորը»։ Այդ պահից սկսվեց մի անհավանական շինարարություն։ Թագավորն ու իշխանները, հանելով իրենց թանկարժեք զգեստները, հասարակ բանվորների հետ սկսեցին քարեր կռել և հիմքը փորել։ Ժողովուրդը, տեսնելով իր թագավորի և լուսավորչի օրինակը, ոգևորվեց և հազարներով սկսեց հավաքվել օգնելու սուրբ գործին։ Կանայք ջուր էին բերում, երեխաները փոքր քարեր էին տանում, և մի ողջ ազգ միավորվել էր մեկ նպատակի շուրջ՝ կառուցելու իր հավատքի տունը։ Երաշտը մոռացվել էր, սովը նույնպես։ Մարդկանց սրտերը լցվել էին հույսով և ուրախությամբ։ Սա պարզապես շինարարություն չէր, սա աղոթք էր մարմնավորված քարի մեջ, սա մի ազգի վերածննդի պատմությունն էր։ Բայց չարը երբեք չի քնում, և նա պատրաստում էր իր հակահարվածը, մի հարված, որը պետք է հասցվեր այնտեղից, որտեղից ոչ ոք չէր սպասում։ Տաճարի շինարարությունը ընթանում էր աննախադեպ թափով, կարծես ոչ թե մարդկային, այլ հրեշտակային ձեռքեր էին կառուցում այն։ Քարերը, որոնք բերվում էին Արարատի լանջերից, կարծես իրենք էին գտնում իրենց տեղը պատերի մեջ, և շինարարությունը վերածվել էր մի հոգևոր տոնախմբության, որտեղ յուրաքանչյուրը իր լուման էր ներդնում։ Բայց հենց այդ միասնության և հոգևոր վերելքի պահին հեթանոս քրմերի մնացորդները, որոնց առաջնորդում էր Արձան անունով մի չար ու խորամանկ քուրմ, պատրաստում էին իրենց վերջին և ամենասարսափելի հարվածը։ Նրանք գիտեին, որ բացահայտ պայքարում պարտվելու են, ուստի ընտրեցին դավադրության և ստի ճանապարհը, որը կարող էր թունավորել նույնիսկ ամենաամուր հավատքը։ Մի գիշեր, երբ Տրդատ թագավորը մենակ աղոթում էր իր սենյակում, Արձանը, օգտվելով պալատական դավաճանների օգնությունից, գաղտնի ներս սողոսկեց։ Նրա տեսքը սարսափ էր ներշնչում, նրա դեմքը դաջված էր հեթանոսական խորհրդանիշներով, իսկ աչքերում վառվում էր ատելության կրակը։ «Տրդատ», շշնջաց նա, և նրա ձայնը նման էր օձի սվսվոցի։ «Դու կարծում ես, թե հաղթել ես։ Դու լքել ես քո հայրերի աստվածներին և հետևել ես մի օտարականի, որը քեզ խաբել է։ Գրիգորը ոչ թե Աստծո մարդ է, այլ քո հոր՝ Խոսրովի սպանողի, Անակ Պարթևի որդին։ Նա եկել է ոչ թե քո հոգին փրկելու, այլ քո թագը խլելու և իր հոր վրեժը լուծելու համար»։ Այդ խոսքերը կայծակի պես խոցեցին Տրդատի սիրտը։ Անակ Պարթև։ Այդ անունը նրա համար ամենաատելի անունն էր աշխարհում։ Նա հիշեց իր մանկությունը, իր հոր սպանությունը, իր ընտանիքի աքսորը։ Ատելությունը, որը տարիներ շարունակ թաքնված էր նրա սրտի խորքում, հանկարծ արթնացավ և կուրացրեց նրա միտքը։
Նա մոռացավ իր բժշկությունը, մոռացավ Գրիգորի սրբությունը, մոռացավ Քրիստոսին։ Նրա աչքերի առաջ միայն մի բան էր՝ վրեժ։ «Ձերբակալեք նրան», գոռաց նա, դուրս վազելով սենյակից, «ձերբակալեք դավաճան Գրիգորին»։ Երբ զինվորները ներխուժեցին Գրիգորի խուծ, նա աղոթում էր։ Նա տեսավ նրանց աչքերում ատելությունը ու չհասկացավ պատճառը։ Նրան կապեցին և տարան թագավորի մոտ։ Տրդատը կանգնած էր գահին, և նրա դեմքը այլայլված էր զայրույթից։ «Դու խաբեցիր ինձ», կրճտացրեց նա ատամների արանքից։ «Դու իմ հոր սպանողի որդին ես։ Դու եկել էիր ինձանից վրեժ լուծելու»։ Գրիգորը նայեց նրան ցավով և կարեկցանքով։ «Այո, ես Անակի որդին եմ», հանգիստ պատասխանեց նա, «բայց ես եկել եմ ոչ թե վրեժ լուծելու, այլ քո և քո ժողովրդի հոգիները փրկելու։ Իմ հայրը մեղք գործեց, և ես իմ ողջ կյանքը նվիրել եմ այդ մեղքը քավելուն համար»։ Բայց տրդատը խուլ էր։ Նա հրամայեց Գրիգորին ենթարկել անլուր տանջանքների, հուսալով, որ նա կխոստովանի իր դավադրությունը։ Բայց Գրիգորը լուռ էր, նա միայն աղոթում էր իր տանջողների համար։ Տեսնելով, որ տանջանքները անօգուտ են, տրդատը որոշեց նրան նետել խոր վիրապի գուբը, որպեսզի նա այնտեղ մեռնի դանդաղ ու տանջալից մահով, ճիշտ այնպես, ինչպես նա էր արել 14 տարի առաջ։ Երբ Գրիգորին իջեցնում էին փոսը, նա նայեց երկնքին և ասաց. «Տեր, ների՛ր նրանց, քանզի չգիտեն, թե ինչ են անում»։ Եվ այսպես լույսը կրկին հայտնվեց խավարի մեջ։ Բայց այս անգամ խավարը շատ ավելի խիտ էր, քանի որ այն ծնվել էր ոչ թե հեթանոսական տգիտությունից, այլ մարդկային ատելությունից և դավաճանությունից։ Տաճարի շինարարությունը կանգ առավ, ժողովուրդը շփոթված էր և վախեցած։ Թվում էր, թե ամեն ինչ կորած է, և Հայաստանի վրա կրկին իջել է հեթանոսական գիշերը։ Բայց նրանք մոռացել էին մի բան՝ Աստծո ճանապարհները անքննելի են, և երբեմն ամենախոր խավարի միջից է ծնվում ամենապայծառ լույսը։ Մի քանի տարի անց, երբ տրդատը, տանջվելով խղճի խայթից և տեսնելով, որ իր թագավորությունը քայքայվում է, կրկին կորցրեց իր մարդկային կերպարանքը, նրա քույրը, Խոսրովի դուխտը, կրկին տեսիլք տեսավ։ Եվ պատմությունը կրկնվեց։ Գրիգորին հանեցին խոր վիրապից։ Նա կրկին բժշկեց թագավորին, և այս անգամ տրդատի զղջումը անկեղծ էր և խորը։ Նա ընկավ Գրիգորի ոտքերը և ներում խնդրեց, և Գրիգորը ներեց։ Մայր տաճարի շինարարությունը վերսկսվեց նոր ուժով։ Եվ երբ այն ավարտվեց, Էջմիածնի մայր տաճարը դարձավ ոչ միայն հավատքի, այլև ներողամտության և հաշտության խորհրդանիշ։ Այն դարձավ մի վկայություն այն բանի, որ Աստծո սերը ավելի ուժեղ է, քան մարդկային ցանկացած ատելություն։ Այն դարձավ հայ եկեղեցու սիրտը, որը մինչ օրս բաբախում է, իր զավակներին կանչելով դեպի լույս, հավատք և սեր։ Այս պատմությունը մեզ սովորեցնում է մի կարևոր դաս։ Փորձությունները ուղարկվում են ոչ թե մեզ կործանելու, այլ մեր հավատքը ամրապնդելու համար։ Եվ երբեմն ամենախոր փոսի մեջ, երբ թվում է, թե բոլորը մեզ լքել են, Աստված մեզ հետ է։ Նա երբեք չի թողնում իր զավակներին։ Եվ եթե մեր սրտում կա հավատք, ապա ոչ մի խավար չի կարող հաղթել այն լույսին, որը նա մեզ պարգևել է։ Իսկ դուք, սիրելի բարեկամներ, ինչ կանեիք տրդատի կամ Գրիգորի փոխարեն։ Կկարողանայիք արդյոք ներել նրան, ով ձեզ դավաճանել է։ Կկարողանայիք արդյոք պահպանել ձեր հավատքը ամենածանր փորձությունների ժամանակ։ Կիսվեք ձեր մտքերով մեկնաբանություններում։ Եկեք միասին խորենք այս հզոր պատմության դասերի շուրջ։